խնդիրներ պետք է լուծվեն այդ օրենքով, սկսած հոգեբանական աջակցությունից սոցիալական մինչև որոնողական աշխատանքները եւ նաեւ ինչքանով է հնարավոր համարում, որ խաղաղության ստորագրումից, խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո կվերականգնվեն որոնողական աշխատանքները արդեն հենց Արցախում եւ եթե նույնիսկ աշխատանքները մեկնարկեն, ինչ ակնկալիքներ կարող են ունենալ այդ որոնողական աշխատանքները։ Օրենքի հետ կապված նախ առաջընթաց է, որովհետև գոնե կենտրոնացված, միասնականացված օրենք կունենանք, ինչը կհեշտացնի նաև կիրառումը եւ որոշակիություն, կանխատեսելիություն կստեղծի ընտանիքների համար, բայց նշեմ, որ նախագիծը առնվազն ունի մի շարք թերություններ եւ կարեւորագույն խնդիրներից մեկը մեկ միասնական մարմնի ձևավորումը հատուկ մասնագիտացված մարմնի տեղի չի ունենալու, այլ հարց է, որ քիչ թե շատ համակարգումը պետական մարմինների միջև որոշակյանում է, բարձրացվում է օրենսդրական մակարդակ, յուրաքանչյուրի պատասխանատվությունն է հստակեցվում, սակայն կրկին այդ օրենքով մենք մեխանիզմ, որը կլիներ ուժեղացված եւ կդառնար օրենքի կիրառման հիմնական պատասխանատուն ուղղակի չենք ունենալու, բայց ցանկալի է գոնե ունենալ օրենք, որը կարգավիճակն է հստակեցնում եւ հետագայում աշխատել մարմնի ձևավորման ուղղությամբ, քան առհասարակ չունենալ օրենք։ Հիմա օրենքը առնվազն լուծում է կարգավիճակի հարցը, հստակեցվում է, թե ում է շնորհվում կարգավիճակը եւ եթե անձը ստանում է անհայտ կորածի կարգավիճակ, ապա պետությունը ինչ պարտավորություններ է ձեռք բերում նման կարգավիճակ ունեցող անձի համար։ Ուրեմն առնվազն առաջ է գալիս որոնողական աշխատանքների եւ քննության պարտավորություն, որը պետք է միտված լինի հենց ճակատագրի պարզաբանմանը, կա իրավական աջակցության, սոցիալական եւ հոգեբանական աջակցություն տրամադրելու պարտավորություններ, այսինքն առնվազն մի շարք ոլորտներում պետության պատասխանատվության խնդիրը օրենքով կարգավորվում է եւ իմ գնահատմամբ սա շատ դրական է։ Երկրորդ հարցի առնչությամբ խաղաղության պայմանագիրը ինչ ազդեցություն կարող է թողնել կամ ինչ չափով կարող է օգնել անհայտ կորածների խնդրի լուծմանը։ Դրական այն է, որ անհայտ կորածների հարցը միակ մարդասիրական խնդիրն է, մարդու իրավունքների խնդիրն է, որը իր կարգավորումը ունեցավ խաղաղության պայմանագրով։ Մնացյալ մարդու իրավունքների հարցերը ուղղակի դուրս են մնացել կարգավորումից, օրինակ փախստականների, բռնի տեղահանվածների խնդիրը արծարծված չէ, գերիների հարցը որևէ կերպ արծարծված չէ, ինքնության մշակութային ժառանգության պահպանման խնդիրը ամբողջովին անտեսված է եւ կարելի է այս շարքը թվարկել անվերջ, բայց մի խնդիր, որը կարգավորվեց, դա անհայտ կորածների հարցն է։ Կարգավորման հետ մեկտեղ մենք չենք տեսնում հստակ մեխանիզմ, ընդհանրապես տեսնում ենք ցանկություն, խոստում, որ հետագայում լրացուցիչ կարգավորումներ կնախատեսվեն եւ կողմերը կորոշեն, թե ինչ ընթացակարգերով են համագործակցում անհայտ կորածների ճակատագրերը պարզելու համար, կարևոր բաց թողում եմ համարում, որ այս աշխատանքներում ներգրաված չեն միջազգային կառույցները, այսինքն համաձայնագրում, խաղաղության համաձայնագրում նշված չէ, որ անհայտ կորածների խնդիրները լուծելիս պետք է լինի միջազգային ներգրավվածություն, մենք ունենք խնդրով զբաղվող բազմաթիվ միջազգային կառույցներ, որոնք կարծես թե մեկուսացվել են գործընթացից, ինչը իմ գնահատմամբ ռիսկային է։ Ցանկացած խնդիր, որը բացառապես մնում է հայ-ադրբեջանական հարաբերություններում, ռիսկային է, քանի որ Ադրբեջանը ունի այլ քաղաքական, ռազմական, իրավական կապիտալ եւ կողմերը չեն գտնվում հորիզոնական հավասար հարաբերությունների ներքո եւ Հայաստանը ավելի շատ զիջողի
դերում է, խնդրողի դերում է եւ իր իրավունքները, իր կամքը չի կարողանում պարտադրել Ադրբեջանին։ Որպեսզի այս պարտադրանքի տարը լինի կամ գոնե միջազգային ստանդարտները չանտեսվեն, մեզ պետք են միջազգային դերակատարներ, որոնք իրենց հեղինակությամբ, իրենց բարոյաքաղաքական ճնշմամբ կփորձեն Ադրբեջանին բերել կառուցողական դաշտ։ Բայց մյուս կողմից համաձայնագրում նախատեսված լինելը ուրիշ խնդիրներ է առաջացնում, որովհետև այս պահին մենք չենք տեսնում, որ հենց հստակ չափելի արդյունավետ քայլեր են ձեռնարկվում անհայտ կորածների ճակատագիրը այսօր պարզելու համար։ Կարծես թե համաձայնագիրը լեգիտիմացնում է գործընթացի ձգձգումը։ Այլ կերպ ասած, քանի որ համաձայնագրում կա դրույթ, որ անհայտ կորածների հարցը համաձայնագրի շրջանակներում լուծում է ստացվելու, դե սպասենք թող համաձայնագիրը ուժ ստանա, որից հետո կտեսնենք խնդիրները ոնց են լուծվելու, այսինքն մենք ունենք հետաձգում, ինչը արդարացված չէ եւ յուրաքանչյուր հետաձգում խնդիր է առաջացնում նաև ապացույցների հետ կապված։ Այն ապացույցը, որը այսօր կա եւ կարող է օգնել ճակատագրի պարզաբանմանը, կարող է վերանալ միտումնավոր կամ օբյեկտիվ պատճառներով վաղը եւ անհնարին դարձնել անհայտ կորածների ճակատագրի պարզումը եւ իմ գնահատմամբ պետք է որևէ կերպ չորդեգրվի այն մոտեցումը, որ մինչեւ համաձայնագրի ուժի մեջ մտնելը անհայտ կորածների առնչությամբ քայլեր չպետք է ձեռնարկվեն։ Եթե թույլ տաք հավելեմ, ըստ էության օրենքի կարևորությունը կարգավիճակի մասով ինչու է նաև կարևոր, որովհետև մինչ օրս մենք ունենք դրվագային կառավարության որոշումներ, որոնք որ վերաբերում են կոնկրետ դեպքերին, կոնկրետ անհայտ կորածներին եւ դրանից բխող եւ մարդկային իմաստով սահմանափակումներ, ում վերաբերելի ում չէ, այդ ժամանակահատվածում անհայտ կորելու հանգամանքների հետ կապված, նաեւ դրանից բխող սոցիալական եւ այլ աջակցության ծրագրերի։ Այսինքն օրենքը փորձ է անում միավորել եւ հնարավորինս չափ լայն սահմանում տալ, թե անհայտ կորածը ով է, ինչ հանգամանքներում, խոսքը գնում է ռազմական գործողությունների, պայմաններում անհայտ կորածների։ Մյուս կողմից մենք մինչ օրս նկատում ենք խտրական մոտեցում քաղաքացիական անձանց եւ զինծառայողների միջև, այսինքն անգամ այն ծրագրերը, որոնք որ նախկինում կային, ըստ էության, եթե քաղաքացիական անձ է անհայտ կորել ռազմական գործողությունների պայմաններում եւ զինծառայող կամ հավասարեցված կարգավիճակ ունեցող անձ լրիվ տարբեր էր։ Ըստ էության մեզ համար կարեւոր է, որ բոլոր այն անձինք, ովքեր որ անհայտ են կորել հենց ռազմական գործողությունների ընթացքում հավասար կարգավիճակ են ունեցում։ Սա նաեւ թույլ կտա, հուսով ենք, որ հետագայում խուսափել դատական պրակտիկայի իրարամերժ, ասենք, մոտեցումներից, երբ որ հստակություն լինի, որ դեպքում ինչ գործընթաց է կիրառելի եւ ինչն է բավարար, որպեսզի կարգավիճակը հաստատվի, անհայտ բացակայող եւ այլն կամ չհաստատվի, այդ թվում նաեւ խուսափելու ընտանիքների շրջանում լրացուցիչ լարվածության եւ տառապանքի։ Ըստ էության մենք այսօր կարծես թե բազմիցս նշեցինք, որ հենց տարբեր պետական մարմինների մոտեցումները, այդ թվում նաեւ հաղորդակցության ոճը, քայլերի ոչ ակտիվ լինելը եւ այլն կամ միատեսակ չլինելը, այդ բոլորը հանգեցնում են եւ նպաստում են շարունակական տառապանքի, ընտանիքների շրջանում։ Եվ երբ որ մենք կունենանք հստակ համակարգ, գոնե հնարավորինս չափ, այս օրենքի շրջանակներում, գուցե դրա հիման վրա խուսափենք որոշ խնդիրներից։ Ես միանում եմ Տիկին Սահակյանի այն ասածին, որ մենք պետք է ունենանք լիազոր մարմին, որը կունենա արդյունավետ գործիքակազմ այս բոլոր լիազորությունները կատարածելու, այսինքն ոչ թե պետք է թողնենք ուղղակի ինֆորմացիայի փոխանակման, ասենք, ինչ որ գործառույթ ունեցող հանձնաժողովի հույսին, որը բարբերաբար մենք ունենում ենք նոր հանձնաժողով, նոր կազմով, բայց ըստ էության արդյունքների իմաստով շատ բանի չենք հասնում եւ պետք է լինի շատ ավելի ուժեղ եւ առանձին մարմին։ Միջազգային ներկայացության հետ կապված եւ այդ պայմանագրի հետ կապված, ասեմ, որ մենք օրինակ հիմա տեսնում ենք, որ Սիրիայի շրջանակներում նոր հանձնաժողովը հենց անհայտ կորածների հարցով ստեղծվել, որին որ միանշանակ աջակցություն են հայտնել եւ առաջարկել են իրենց ծառայությունները համապատասխան եւ միջազգային մարմինները եւ պետությունները, որոնք որ կարող են կամ կարողություններով օգնել, գիտեք, որ 20 թվականից հետո մենք օրինակ Հայաստանը դիմել էր, ասենք, աջակցության ՏՆԹ-ների կրկնակի անցկացման հետ կապված եւ այլն, այսինքն փորձը ցույց է տալիս, որ ինչքան էլ դու
փորձ ունենաս բնավ եւ տեխնոլոգիաների զարգացումը եւ մեթոդների եւ ընդհանուր փորձի աջակցության միշտ կարիք կա, եթե մենք իրոք ուզում ենք բարձել օր առաջ այդ անձանց ճակատագիրը։ Մյուս կողմից ես կրկին միանում եմ այն ասածին, որ սա արդարացում է, այսինքն խաղաղության պայմանագրում այդ դրույթի նախատեսելը նախ կարելի է եզրահանգել, որ դա Ադրբեջանի պնդմամբ է եղել, դա միայն միակ մարդու իրավունքների խնդիրն է, որով Ադրբեջանը շարունակաբար աչքի է ընկել միջազգային հարթակներում, հա, որ բարձրացնում է մնացած բոլոր թեմաները, այդ թվում նաև պատասխանատվության հետ կապված, գերիների հետ կապված փակում է։ Եվ վերջերս նկատել ենք, որ այդ թվում նաև Հայաստանի Հանրապետության կառավարության ելույթներում, տարբեր միջազգային հարթակներում այս հարցը կարևորվում է։ Եվ կարծես թե շատ լավ հնարավորություն է, քանի որ երկու պետություններն ասում են, որ իրենց համար կարևոր է, որևէ պատճառ չկա, որպեսզի հենց հիմա չզբաղվեն այդ հարցով։ Այսինքն մենք որպես քաղաքասարակության ներկայացուցիչներ նույնպես, բայց ընտանիքները նույնպես պետք է պահանջատեր լինեն եւ այդ թվում նաեւ միջազգային գործընկերներին անդադասելու, որ մի քիչ բարձ ասեմ, խոսքի վրա բռնեք, հա, կողմերին, ասեք, եթե կարևոր է, ուրեմն զբաղվեք։ Լինի դա իրականում կարծես թե ակնկալում է այլ տեսակի համագործակցություն, եթե մենք պետականի մասին խոսենք, հա, այսինքն մի բան է խոսել եւ խնդիրը բարձրացնել ու մեղադրական տոներով դա անել, այսինքն Ադրբեջանը ինչպես անում է, հա, որ 90-ականներից սկսած Հայաստանը այսպիսի բան անում եւ այլն։ Եվ մինչ 20 թվականը Հայաստանը իրոք շատ ավելի пассив էր այս հարցի շուրջ խոսում կամ չէր խոսում ընդհանրապես, 20 թվականից ի վեր որոշակի դեպքերում գոնե բարձրացվում է այս հարցը։ Բայց միջազգային հանրությունը հոգնել է մեր կոնֆլիկտից եւ շատ ավելի երևի մեզանից ուրախ են, որ կարծես թե ռազմական գործողությունները դադարեն եւ կարիք չկա զբաղվելու։ Դրա համար բոլորը իրականում միանշանակ ընդունեցին այս խաղաղության պայմանագրի տեքստը, որը բավականին թերի է, հատկապես մարդու իրավունքների տեսանկյունից, եւ չի համապատասխանում հենց այն սկզբունքներին, որոնց քարոզում են հենց նույն այդ միջազգային մարմինները եւ պետությունները, այդ թվում նաեւ արդարադատության մասին, փաստականների վերադարձ եւ մի շարք այլ հարցերի, հա, վերաբերյալ, բայց բոլորը կարծես թե այդպես աչքերը փակ ողջունում են առանց խորանալու թե ինչ է նախատեսված եւ վստահ են, որ անգամ այդ դրույթը, որը կա, ոչ մեկ չի կարդացել այդ անհայտ կորածների հանձնաժողովի մասին եւ ոչ մեկ չի վերլուծել, թե արդյոք դա արդյունավետ լուծում է, թե կարելի ավելի արդյունավետ քայլեր ձեռնարկել։ Այսինքն մենք պետք է նախ բարձրաձայնենք մեր մտահոգությունները եւ ճնշում գործադրել եւ կառավարության վրա, որպեսզի կառավարությունը այդ հարցերը բարձրացնի եւ հետեւական լինի։ Եվ դրանց հետո էլ արդեն համապատասխան, որտեղ միջազգային մարմինները իրենց նախաձեռնությամբ որևէ բան ոչ կարող են անել, ոչ էլ անելու են ըստությամբ, հատկապես եթե չցանկանա մասնակցել։ Ես կարճ ասեմ, որ ուզում եմ ինքս նույնպես ընդգծել, այս հարցը այո, ստացվել է արդարացում նախաստորագրված խաղաղության պայմանագրում գրված է, դե վերջ գրված է, ուրեմն կգա մի օր այդ պայմանագիրը ուժի մեջ կմտնի, այս հարցով էլ կզբաղվենք։ Չի կարող այդպես լինել, չի կարող ձգձգվել այս հարցը, սկսած տեղեկությունների տրամադրումից ծնողներից։ Սա նաև Հայաստանի միջազգային պարտավորությունն է։ Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանին, ինչ է անում, այո, վաճառում է այս հարցը, որքան էլ որ դժվար է ընդունելը եւ ասելը, բայց այդպես է անում։ Վաճառում է այս հարցը, նվաստացնելով, ստորացուցիչ նաև քաղաքականություն տանելով Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Եվ որ նաև ամենակարևորը ուզում եմ այստեղ ընդգծել, մենք պետք է միջազգային հանրությանը անընդհատ այս հարցերը ներկայացնենք։ Ես հասկանում եմ, ինչ ասեց Տիկին Մելիքյանը միջազգային հանրության հոգնելու հետ կապված, բայց մենք պետք է մեր ամեն դեպքի հետևից գնանք, ինչ է նշանակում, դա Ադրբեջանի ուզածն է, որ ասել, դե լավ միջազգային հանրությունը բոլորը հոգնել են, կռվում են, չհասկացա, բա մեր իրավունքների հարց է, մենք ամեն դեպքով, ես ասում եմ, ժողովուրդ ջան, իրոք կա բոլոր հնարավորությունները, դուք հեսա տեսնում եք, մենք քննարկում ենք այսքան, կան իրական միջազգային հնարավորություններ այս հարցերով նաև միջևերջ գնալու, որ մենք մեր ընտանիքները ունենան իրական տեղեկություններ հստակ ինչի մասին է խոսքը, անորոշության մեջ չապրեն, որ այս տառապանքների մեջ չլինեն, մենք չենք կարող այս հարցերը մոռացության տալ։ Այդ մարդիկ մեր հասարակության մեջ են ապրում, մենք բոլորս իրար հետ ենք ապրում։ Պատկերացնում եք հանկարծ խաղաղություն, որտեղ մեր հասարակության մի մասը տառապանքների մեջ ապրում։ Եվ ոնց ինչպես է դա հնարավոր։ Ոչ միայն հոգեբանորեն, դա մարդկայնորեն, դա իրավական առումով ոչ մի ձև հնարավոր չի ապահովել։ Իսկ մեխանիզմները այսօրվա ասուլիսը ես շատ ուրախ եմ, որ տեղի ունեցավ։ Շնորհակալ եմ պարոն Մուրադյանին, պարոն Հովսեփյանին, որ այսքան հետևողական եղան, որ կազմակերպվի, այս հենց որ մենք
մասնագիտական առումով ներկայացնենք ու իսկապես երևա, որ կան այդ հնարավորությունները, մեխանիզմները։ Պարզապես պետք է, այո, խելացի աշխատելու դեպքում, ճիշտ աշխատելու դեպքում բոլորով միասին հնարավոր է այս հարցերին լուծում տալ, որ մեր ծնողների տառապանքները նաև չշարունակվեն, մեր հասարակությունը մի վերջո այս հարցով էլ խաղաղություն հաստատվի։ Ես նկատի ունեմ ինչպես խաղաղվի ավելի համերաշխությունը մենք կարողանանք ապահովել։